Խաչատրյանական բրոնզաձուլի այս աչքերը կենդանություն են առել ռուսաստանաբնակ քանդակագործ Միքայել Սողոյանի հմուտ ձեռքերի շնորհիվ։ Կիսանդրին նվիրվել է Մոսկվայի կոնսերվատորիային 150-ամյակի առիթով, բացման պատիվը վերապահվեց Դաշնությունում Հայաստանի դեսպանին։ Очень узнаваемое, характерное лицо. Կիսանդրին կերտելու գործը ինչ շատ հեշտ տրվեց, մի քանի ամսում այն արդեն պատրաստ էր։ Արամ Խաչատրյանը մեր հարստությունն է, նրա Կիսանդրին քանդակելը մեծ պատիվ է, միաժամանակ շատ հաճելի։ Դասական երաժշտության վարպետի ստեղծագործություններից շատերն առաջին անգամ հնչել են այս պատերի ներսում։ Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք դարձանք այս հրաշալի Կիսանդրու պահապանը։ Կոնսերվատորիայի պատերի ներսում նաև մշտապես կհնչի մեծանուն կոմպոզիտորի երաժշտությունը։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա շարունակվում է բարի ավանդույթը, Խաչատրյանը նվագում նորահայտ երաժիշտները։ Հայաստանը յուրահատուկ երկիր է, որ տվել է և մեծանուն կոմպոզիտորներ և կատարողներ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Արամ Խաչատրյանը։ Քանդակը իսկապես հիասքանչ է, նրա մեջ շատ կենդանություն կա։ Սողոյան ստորագրությամբ Խաչատրյանի երկրորդ Կիսանդրին կբացվի Երևանում հունիսի 6-ին կոմպոզիտորի ծննդյան օրը։ Մերի Եգորյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ Մոսկվա։